Քոչվոր թուրքական ցեղերի արշավանքների նախօրեին Բյուզանդիան կատարում է հերթական ճակատագրական սխալը։ Կոնստանտին Մոնոմախ կայսր հատուկ հրամանով Հայաստանի տարածքի հայկական զորքերը ամբողջովին լուծարվում են։ Ավելին, շրջակա հայկական բնակավայրերը, որոնք հարկ էին տալիս այդ զորքը պահելու համար, պետք է շարունակեին հարկերը վճարել, այն էլ շատ ավելի մեծ չափերով։ Չի սխալվում բյուզանդացի պատմիչ Միքայել Ատտիալատեսը, երբ իր աշխատության մեջ Հայաստանում սելջուկ թուրքերի ռազմական հաջողությունները նախապատրաստելու համար ուղիղ մեղադրում է Կոնստանտին Մոնոմախ կայսրին։ Ուշագրավ է, որ բյուզանդական կայսրերը սովորաբար իրենց դրամների վրա ձեռագրերի մանրանկարներում, խճանկար պատկերներում ներկայացված են գնդով, ձախ ձեռքում բռնած խաչը, աջ ձեռքում մականը։ Իսկ ահա Կոնստանտին 9-րդ Մոնոմախը Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարի պատի մի մեծադիր խճանկարում պատկերված է երկու ձեռքով փողի մի մեծ տոպրակ բռնած։ Այս խճանկարով Կոնստանտին Մոնոմախը ցանկանում էր հավերժացնել իր մասին հիշողությունն առ այն, թե ինչքան շատ ոսկի էր կուտակել։ Ճակատագրի բերումով այս նյութապաշտության պատասխանը շատ չուշացավ եւ եկավ արևելքից բյուզանդական կայսրությանը գրող քոչվոր սելջուկ թուրքերի արշավանքների տեսքով։